Բարի եւ ուրտնյալ առավոտ սիրելի հարազատներս, գոհանում ենք Աստծուց այս հնարավորության համար, իր խոսքը, իր ապաշխարության կանչը կիսելու համար։ Ողորմած իմ Աստված, մեր Հայր, թող որ մեր ապաշխարությունը եւ մեղքի հանդեպ վիշտը քո կամքով լինի յուրաքանչյուրի սրտում եւ ոչ թե դատարկ մարդկային էմոցիաներ։ Թող մենք երկերեսանիներ չլինենք։ Մեր մեջ ձևական ամեն բան ոչնչացրու Տեր իմ Աստված։ Փոխի մեր սրտի դիրքը արմատից, ազատի մեր սիրտը կեղծիքից, ցուցամոլությունից, ստից, ձևականությունից, եսասիրությունից, շահամոլությունից, գոռոզությունից, ինքնահավանությունից, ապստամբությունից, որ մեր ապաշխարությունը բխի մեր սրտի խորքերից, անարատ ու պարզ աղբյուրի պես, որ մեր արցունքները ապաշխարության մարգարիտի պես մաքուր լինեն եւ ընդունելի լինեն քո առաջ։ Տեր, միայն դու կարող ես մեզ փոխել, ողորմիր եւ գործիր։ Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Վերադառնանք Թոմաս Ուոթսնի ապաշխարության վարդապետությունը գրքի ընթերցանությանն ու մեկնաբանությանը, հիմա անցնում ենք 8-րդ գլխին եւ խոսելու ենք արագ, հրատապ ապաշխարության մասին։ Հեղինակն ասում է գրքի այս հատվածը ես գրել եմ մարդկանց հրատապ ապաշխարության մղելու համար։ Գործք առաքելոցի 17-րդ գլխի 30-ում ասվում է, բայց Աստված անգիտության ժամանակները անտեսելով այժմ մարդկանց պատվիրում է, որ ամեն ոք, ամեն տեղ ապաշխարի։ Աստված սիրում է վաղաժամ ապաշխարողներին։ Աստծուն չպետք է տանք մեր կյանքի մնացուկը, եթե չենք ցանկանում, որ Աստված էլ մեզ բաժին հանի իր մնացուկից։ Մենք նույնքան արագ պիտի ապաշխարենք մեր մեղքերի համար, որքան արագ կցանկանանք, որ Աստված մեր վրա թափի իր ողորմությունն ու շնորհը։ Ապաշխարությունը հրատապություն է պահանջում։ Մարդկային էության համար բնական է հետաձգել եւ ապագայի համար թողնել ապաշխարությունը։ Մենք ասում ենք, ինչպես ժողովուրդն ասաց Ագե մարգարեին, ժամանակը դեռ չի հասել։ Մարդկանց մեծամասնությունը ծրագրում է փոխել իր ընթացքը, իր գնացած ճանապարհը, ապաշխարել, բայց նրանք այդ փոփոխությունը այնքան են հետաձգում, այնքան են ուշացնում, վաղը կանեմ, մյուս օրը կանեմ, որի վերջո նրանց բոլոր ծրագրերը անապարծուն են մնում, այդպես էլ ոչինչ չեն փոխում։ Գիտեք ինչն է դժբախտությունը, որ շատերը այժմ դժոխքում են, ովքեր նույնպես ծրագրում էին ի վերջո ապաշխարել։ Սատանան անում է ամեն բան, ինչ կարող է, որպեսզի մարդկանց հետ պահի ապաշխարությունից։ Երբ Սատանան տեսնում է, որ մի մարդ սկսում է լրջերոն վերաբերվել Հիսուսին ընդունելուն, մտածում է ապաշխարելու մասին, վերափոխվելու մասին, Սատանան սկսում է այդ մարդուն խրախուսել, որ չշտապի, մի քիչ էլ սպասի։ Հիշում եք, շատ անգամ եմ ասել, մեր դեմ պատերազմ է վարվում, եւ դա արվում է մեր մտքում։ Ու Սատանան սկսում է նման բաներ փսփսալ մարդու ականջին, թե եթե մեղքը պետք է մեռնի ու դրանից պիտի հրաժարվես, դեռ մի արա։ Սատանան սկսում է արդարացնել մեղքը մարդու սրտում։ Մեղքը նորից հաճելի բան է ներկայացնում մարդուն։ Ներկայացնում է մեղքը որպես մարդու ընկեր եւ ոչ թե որպես մարդու թշնամի։ Եվ հետևաբար Սատանայի սուտը ընդունելով մարդը չի ապաշխարում, մեղքին չի սպանում իր կյանքում, այլ շարունակում է ընկերություն անել մեղքի հետ։ Եվ վերջում մարդիկ այնքան ժամանակ են հետաձգում ապաշխարությունը, որ մահը վրա է հասնում, մինչդեռ նրանց հոգևոր աշխատանքը դեռ չի կատարվել, որոշ դեպքերում չի էլ սկսվել։ Այդ հոգևոր աշխատանքը
Հիսուսին ընդունելն է, Հիսուսին հավատալն է, դարձի գալն է, մեղքերը խոստովանելն ու ապաշխարելն է, Աստծո խոսքով ապրելն է, մեղքի դեմ պատերազմելն է եւ այլն։ Այսպիսով սատանան հաղթում է, իսկ մարդը պարտվում։ Ուրեմն թույլ տվեք մի քանի հստակ փաստարկներ ներկայացնել ձեզ համար համոզելու շուտափույթ, հրատապ, արագ ապաշխարության համար։ Առաջինը. հիմա է ապաշխարության սեզոնը եւ ամեն ինչ լավագույնս է, երբ արվում է ճիշտ ժամանակին, ճիշտ սեզոնում։ Երկրորդ Կորինթացիներ 6-րդ գլխի 2-ում ասվում է. Ընդունելի ժամանակ քեզ լսեցի եւ փրկության օրը քեզ օգնեցի։ Հենց հիմա, այս պահին, այսօր ընդունված օրն է եւ Աստված միտք ունի ողորմություն ցուցաբերելու ապաշխարողներին։ Հիմա է մեր հոգիների ապաքինման օրը։ Հիմա է Աստված սպիտակ դրոշը կախել։ Հիմա է հաշտության ժամանակը Աստծո հետ։ Օրինակ հին ժամանակներում արքայազնը իր թագադրման ժամանակ որպես թագավորական արարք փող էր տալիս աղքատներին, ներում էր շնորհում հանցագործներին եւ շատրվանները գինիով լցնում, որ մարդիկ ուրախանային։ Այժմ մեր թագավորը, մեր Աստված ներում է խոստանում զղջացող, ապաշխարող մեղավորներին։ Հիմա Աստծո շնորհի դարաշրջանն է։ Այժմ մեր ապաշխարությունը ընդունելու ժամանակն է։ Ուրեմն ներս գանք ու հաշտվենք Աստծո հետ։ Հեռանանք մեր մեղքերից, հիմա ապաշխարությամբ։ Հիմա ժամանակն է ընդունելու Հիսուսի բարի լուրի ավետարանը։ Հիմա է ժամանակը ընդունելու Հիսուսի մեկնած փրկության ձեռքը, ընդունելու խաչի վրա Հիսուսի արած զոհողությունը։ Խելամիտ է օգտվել Աստծո շնորհի սեզոնից։ Գյուղացին օգտվում է սեզոնից իր սերմերը ցանելու համար։ Հիմա ժամանակն է սերմանելու ապաշխարություն, սերմանելու հավատք առ Քրիստոս, որ ժամանակին ներում հնձենք մեր հոգիների համար։ Սաղմոս 95-ի 7-11-ում Աստված Սաղմոսերգուի բերանով ասում է. Այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի կարծրացրեք, ինչպես փորձության օրը անապատում, որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ ու տեսան իմ գործերը 40 տարի։ Դրա համար այդ սերնդից զզվեցի, ասում է Աստված, եւ ասացի. միշտ մոլորվում են սրտով, եւ նրանք իմ ճանապարհները չճանաչեցին։ Այնպես որ ես իմ բարկության մեջ երթվեցի, որ իմ հանգստի մեջ չպիտի մտնեն։ Եբրայեցիներ 3-րդ գլխի 12-ից 15-ում էլ ասվում է. Տեսեք, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ, չար սիրտ չլինի եւ հեռանա կենդանի Աստծուց, այլ ամեն օր միմյանց հորդորեք, քանի որ այսօրը դեռ կա, որպեսզի ձեզանից ոչ ոք մեղքի խաբեությամբ չկարծրանա, քանի որ մասնակից եղաք Քրիստոսին, ուստի հավատը սկզբից մինչև վերջ պետք է հաստատուն պահեք, քանի որ ասվում է այսօր, եթե նրա ձայնը լսեք, այսինքն Աստծո ձայնը, ձեր սրտերը մի կարծրացրեք, ինչպես դառնության օրերին։ Այսօր դուք լսում եք Աստծո ձայնը, որովհետև իմ բերանով Աստված ապաշխարության կոչ է անում, ոչ թե իմ բերանով նրա համար, որ ես ինչ-որ կարևոր ու արժանի մարդ եմ, չէ։ Ով էլ բերանը բացի ու Աստծո խոսքը փոխանցի, Աստված է խոսում նրա բերանով։ Աստված ցանկանում է, որ մենք ապաշխարենք, որ փրկվենք։ Ավելի ճիշտ մենք փրկվում ենք Հիսուս Քրիստոսով, հավատով, բայց պիտի ապաշխարենք։ Երկրորդ, որքան շուտ ապաշխարենք, այնքան ավելի քիչ մեղքերի համար պատասխան կտանք։ Անապաշխար մարդը իր մահվան մահճի մեջ նման զգացողություններ է օրինակ ունենում, բայց նախ հասկանանք, որ մահվան շեմին մեր մեռած խիղճը հասկացողությունը արթնանում է, ու մարդը սկսում է հասկանալ, որ իր բոլոր հին մեղքերը իր աչքի առաջ են, չար ոգեների պես հետապնդում են իրեն,
եւ մարդը այլևս փախուստի տեղ չունի։ Եվ Սատանան, ով ժամանակին այդ մարդու գայթակղիչն էր, խաբում էր այդ մարդուն, որ մեղքը վատ բան չի, հաճելի է, որ ասում էր հետաձգի ապաշխարելդ, որ ասում էր լավ, հավատա Աստծուն, բայց ապրի այնպես, ինչպես դու ես ցանկանում։ Հիմա այդ նույն Սատանան դարձել է այդ մարդու մեղադրողը եւ մեղադրում է այն բոլոր բաների մեջ, որ ինքն էր խրախուսել, որ այդ մարդը հավատա ու անի։ Եվ այդ մարդը զգում է, որ ինքը ադվոկատ ու դատապաշտպան չունի, որ իրեն կպաշտպանի Սատանայից ու նրա մեղադրանքներից։ Եվ այդ մահամերձ մարդը ակնկալում է, որ իրեն հիմա քարշ են տալու Աստծո դատաստանի առջև, որտեղ ինքը կստանա իր վերջնական դատավճիռը։ Ինչ խղճուկ է ու սարսափելի է նման մարդու վիճակն ու վերջը։ Նա արդեն հոգևոր դժոխքում է մինչև մեռնելը, մինչև իրական դժոխքում հայտնվելը։ Բայց ամեն ոք, ով ընդունել է Հիսուսին ու անհապաղ ապաշխարում է իր մեղքերի համար եւ շարունակաբար ու ետ է դառնում իր մեղավոր ճանապարհներից, նմաններին մեծ արտոնություն է Աստված տալիս, եւ այդ արտոնությունը հետեւյալն է. ապաշխարած մարդը ավելի քիչ բան կունենա պատասխան տալու համար։ Իրականում ապաշխարած մարդը ինքը չի պատասխան տալու դրանց համար, որտեղ Քրիստոսը պատասխան կտա ապաշխարած մարդու փոխարեն։ Հիսուս դատավորը կդառնա նաև ապաշխարած մարդու իրավաբանը, փաստաբանը, պաշտպանը։ Առաջին Հովհաննես նամակի 2-րդ գլխի 1-ում ասվում է. «Որդյակներին, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք, իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունեք հոր առաջ Հիսուս Քրիստոսին, արդարին, եւ նա է քավությունը մեր մեղքերի համար»։ Հիսուսը կասի. «Հայր, ահա մեկը, ով եղել է մեծ մեղավոր, բայց նա սրտով կոտրված մեկն է, որովհետև ընդունել է իր մեղքերը, խոստովանել ու ապաշխարել է, ու եթե ինչ որ բան նա դեռ պարտական է քո արդարությանը, դու այդ պարտքը իմ վրա դիր, հայր։ Ես իմ արյունով արդեն վճարել եմ այս մարդու մեղքերի գինը, եւ նա լվացված է եւ մաքուր է իմ արյունով»։ Երրորդ, որքան շուտ ապաշխարենք, այնքան ավելի մեծ փառք կբերենք Աստծուն։ Մեր կյանքի նպատակն է օգտակար լինել Աստծուն։ Ուշ դարձի եկածները, ինչպես օրինակ ես, երկար տարիներ Սատանայի գերին են եղել ու նրա կամքը կատարել։ Գիտակցել են, թե ոչ, անկախ դրանից, եւ արդեն շատ ժամանակ չունեն Աստծո թագավորության համար շատ գործ անելու։ Եթե հիշում եք, Հիսուսի հետ 2 գողեր էին խաչվել, ու նրանցից մեկը ապաշխարեց ու ներվեց, բայց խաչի վրայի գողը էլ ժամանակ չուներ Աստծուն ծառայություն մատուցել, ինչպես օրինակ Պողոս առաքյալը մատուցեց։ Չնայած Պողոսն էլ ուշ դարձի եկավ, բայց գոնե ժամանակ ուներ։ Եվ Պողոսի պես, ինչպես որ նա լծվեց Աստծո գործին, իր կյանքը կատարյալ ձևով նվիրեց Աստծո գործին, մենք էլ պիտի փորձենք այդպես վարվել։ Բայց երբ մենք անհապաղ հեռանում ենք մեղքից, այն ժամանակ Աստծուն տալիս ենք մեր կյանքի լավագույն եւ առաջին պտուղները։ Մենք ապրում ենք Քրիստոսի համար։ Որքան շատ աշխատանք կատարենք Աստծո համար, այնքան ավելի պատրաստ կլինենք մեռնելու նրա համար, այնքան ավելի քաղցր կլինի այդ մահը։ Ես մահ չեմ քարոզում, սխալ մի հասկացեք, բայց այս աշխարհում լինելու են հալածանքներ, լինելու են դժվարություններ, լինելու են մահացու հիվանդություններ, լինելու են կյանքը խլող վթարներ ու պատերազմներ։ Եթե մենք մեր հավատքի մեջ հաստատուն մնանք, մենք այդ մահից չենք սարսափի։ Նա, ով իր օրվա մեջ քրտնաջան աշխատում է Աստծո համար, գիշերը քնելու դժվարություն չունի։ Նրանք, ովքեր ամբողջ կյանքում պատվում են Աստծուն, շատ անուշ կքնեն գերեզմանում, որտեղ գիտեն, որ արթնանալու են հավիտենական կյանքի համար։
Այսինքն, եթե մեր կյանքի նպատակը Աստված չէ ու Աստծո գործերը չեն, մեր կյանքերը սին են, անիմաստ են։ Որքան շատ աշխատանք կատարենք Աստծո համար, այնքան ավելի մեծ կլինի մեր վարձատրությունը։ Հիշում եք առակը, երեք հոգու, որ տարբեր չափի գումարներ տրվեց, որ Հիսուսը պատմեց։ Նրան ում տրված էր մոտավորապես $10 եւս $10 վաստակեց։ Այն մյուսում տված էր 5 եւս 5 վաստակեց, այն մեկին, որ տրված էր 1-ը տարավ թաքցրեց։ Եվ հիշում եք, առակում թագավորը, որ Քրիստոսին է ներկայացնում, ոչ միայն գովաբանեց Աստծո համար գործ անողին, այլ նաև բարձրացրեց ու առաջ քաշեց նրան իշխանություն տվեց։ Կարդանք Ղուկաս 19:17 խոսքը. Լավ ու բարի ծառա, քանի որ քիչ բանում հավատարիմ եղար, 10 քաղաքի վրա իշխանություն ունեցիր։ Երբ որ մենք աշխատում ենք Աստծո համար, ծառայում ենք նրան եւ անում ենք հավատարմությամբ, դա է մեր վարձքը, նա մեզ տալիս է իշխանություն։ Երբ մենք ուշ ապաշխարում ենք, մենք չենք կորցնում մեր թագը, մեր վարձքը, որ Քրիստոսը տալիս է, բայց այդ վարձքը, այդ թագը ավելի թեթև է լինում, ավելի քիչ, ասում է հեղինակը։ 4. Վտանգավոր է հետաձգել ապաշխարությունը։ Ձգձգումը վտանգներ է բերում։ Կհասկանանք, որ ապաշխարության հետաձգումը վտանգավոր է, եթե հասկանանք, թե ինչ է մեղքը։ Մեղքը թույն է։ Վտանգավոր է թույլ տալ, որ թույնը մնա մեր մարմնում։ Մեղքը ոնց որ թարախակալած վերք լինի։ Եթե վերքը շուտով չի բուժվում, այն կարող է ավելի մեծանալ ու խորանալ, վերջում գանգրենա առաջացնել եւ սպանել մեզ։ Եթե մեղքը շուտով չի բուժվում ապաշխարությամբ, եթե մեղքը չի կտրվում մեր կյանքից, այն սկսում է գործել ու տարածվել մեր խղճի ու հասկացողության մեջ։ Այն ոնց է սարդը իր սարդոստայնը գործում ու իր զոհին քաշում, սատկացնում իր սարդոստայնի մեջ, նույն ձևով մեղքն է անում, որտեղ մեղքը բթացնում է մեզ, մեր սիրտը, մեր հասկացողությունը եւ Աստծո անեծքը բերում։ Այդ դեպքում ինչու որևէ մեկը կցանկանա ապրել չարության, անիրավության, ապաշխարության մեջ, չէ՞ որ դրանք մեղք են, դրանք սպանում են մեզ։ Նման մարդիկ սատանայի իշխանության տակ են։ Անկախ նրանից հասկանում են, թե չէ փաստը փաստ է։ Գործք առաքելոց 26:18-ում ասվում է, որպեսզի նրանց աչքերը բացես խավարից դեպի լույսը եւ սատանայի իշխանությունից դեպի Աստված նրանց դարձնես, որպեսզի նրանք իմ հանդեպ ունեցած հավատքով մեղքերի թողություն եւ սրբերի հետ ժառանգություն ստանան։ Այսինքն Հիսուսը Պողոսին ասում է, ես քեզ ուղարկում եմ, որ իմ խոսքը քարոզես, իմ ավետարանը քարոզես, որ այդ մարդկանց աչքերը բացվի, հասկացողությունը բացվի, խավարից դեպի լույսը գան ու իրանց սատանայի իշխանությունից փրկես ու դեպի Աստծուն դարձնես, որ իմ հանդեպ, այսինքն Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով մեղքերի թողություն ստանան եւ Աստծո ժողովրդի հետ ժառանգություն ստանան։ Իսկ երբ որ մենք չենք ապաշխարում, մենք շարունակում ենք մնալ թշնամու կացարաններում եւ դա շատ վտանգավոր է։ Վտանգավոր է հետաձգել ապաշխարությունը, քանի որ որքան երկար մարդիկ շարունակեն մեղքի մեջ մնալ, այնքան ավելի դժվար կլինի ապաշխարությունը։ Հապաղումը զորացնում է մեղքը, կարծրացնում սիրտը եւ սատանային տալիս իրավունք ավելի լիարժեքորեն մեզ տիրապետելու, իշխելու։ Գիտեք, երբ որ ծառը սկզբում տնկում են, այն հեշտությամբ կարելի է հանել հողից, բայց երբ ծառի արմատները տարածվում է հողի մեջ, մի ամբողջ զորավոր խումբ անգամ չի կարող այն արմատախիլ անել։ Հələ փորձեք դարավոր կաղնին արմատախիլ անել, չես կարող։
Դժվար է մեղքը հեռացնել, երբ այն խորը արմատավորված է մեր մեջ։ Որքան երկար է սառույցը սառում, այնքան ավելի դժվար է այն կոտրելը։ Մտաբերեք այսբերգները։ Հետևաբար, որքան երկար է մարդը սառած մնում մեղքի մեջ, գոռոզության, ինքնագոհության մեջ, այնքան ավելի դժվար կլինի նրա սիրտը կոտրելը։ Որքան երկար են մարդիկ ապրում անիրավ կյանքով, իսկ անիրավ կյանքը դա հակաաստվածային կյանքն է, Աստծո կամքից դուրս կյանքն է, այնքան ավելի սուր ցավեր են նրանց սպասում։ Երբ մեղքը ապահով հանգրվան է գտնում, այն հեշտությամբ չի նահանջում ու հեռանում, այն հեշտությամբ չի հանձնվում։ Մեղքը գալիս է մեղավորի մոտ ու շշնջում նրա ականջին ասելով. «Տես, այսքան տարի ես քո լավ ու հավատարիմ ընկերն եմ եղել, ծառայել եմ քեզ, երբեք չեմ մերժել քեզ, երբեք ոչ չեմ ասել քեզ, իսկ դու հիմա ուզում ես ինձանից ազատվել ու դուրս շպրտել, այն բանից հետո, երբ դու այդքան հաճույք ես ստացել ինձանից»։ Պիտի հասկանանք, որ մեղքն ուզում է մեղավորին մեղանչելու սովորության մեջ պահել, ինչպես վարազը իր բծերը չի փոխում, մեղքն էլ իր էությունը չի փոխում, նա ցանկանում է, որ դու իրեն ստրուկ մնաս, որ վերջում սատանայի օգնությամբ դժոխքում հայտնվես։ Երեմիա 13:23-ում ասվում է. «Միթե Եթովպացին կարող է փոխել իր մաշկը, կամ ինձը իր խայտերը, ուրեմն դուք ևս, որ սովորել եք չարություն անել, կարող եք բարություն անել»։ Վտանգավոր է հետաձգել և ուշացնել ապաշխարությունը, քանի որ կա 3 օր, որոնք շուտով կարող են էլ չլինել։ Այս մասին կխոսենք վաղը և առաջիկա օրերին։ Թող Տիրոջ աջը լինի յուրաքանչյուրիս վրա, և Տերը ողորմի ու ամեն մեկիս առաջնորդի դեպի իրեն։ Մեր կյանքի ամեն իրավիճակ, ամեն սիտուացիա օգտագործի փրկություն բերելու մեր կյանք։ Թող Տերը անի ամեն բան, որ անհրաժեշտ է գտնում, որ միայն թե չկործանվենք ու չկորչենք։ Ամեն։